Հունիսի 13-ին Տերմինալ 5 բիզնես կենտրոնում տեղի ունեցավ բանաստեղծուհի Անուշ Ալավերդյանի լուր աղաղակ բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Պատահական չէր, որ այն կազմակերպվել էր Մինասի ցերեկ որմնանկարի ներքո։ Արվեստի այս գործի շուրջ մշակութային միջոցառումներ անցկացնելը թերևս արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել։ Գրական հանդիպումը համախմբել էր հեղինակի ընկերներին, գործընկերներին, աշակերտներին ու պոեզիայի սիրահարներին։ Ջերմ ու խաղաղ մթնոլորտում ներկաները ծանոթացան ժողովածուի ստեղծման պատմությանը։ Ես այսօր այնքան ուրախ եմ, գիտեք, որ գնահատվում է նման լավ մանկավարժը, լավ մարդը, լավ հայկինը եւ այս սրահում, գիտեք, այս սրահում ինչ է ինձ շատ գրավեց, ինձ գրավեց, որ Անուշը, Ալավերդյան Անուշը իր շնորհանդեսին նստած էր Մինաս Ավետիսյանի որմնանկարի տակ։ Այս որմնանկարը տարիներ շարունակ ցավոտ հարց է եղել մեր ժողովրդի համար եւ շատ գոհ եմ, որպես հայ մարդ, այնպես վերականգնվեց որմնանկարը, որ իր նախնական տեսքը ստացավ։ Ու ես ուզում եմ համեմատել Անուշի պոեզիան այս որմնանկարի գույների հետ։ Մինասի որմնանկարը ծիրանագույնի, որդանկարմիրի ու կենարաշ կանաչի համադրություն է։ Անուշ Ալավերդյանի պոեզիան էլ է այդպիսին։ Թող կենսունակ լինի Անուշ Ալավերդյանի գրիչը, որովհետև այս գրքում մենք մեզ ենք գտնում։ Հայ մարդը գտնում է իրեն, գտնում է իր երկիրը, գտնում է իր երկրի ապագան, հրաշալի Հայաստանը։ Միջոցառմանը հնչում էր նաև դասական երաժշտություն, ինչի ուղեկցությամբ բանաստեղծուհու աշակերտներն ու ընկերները ընթերցեցին հեղինակի բանաստեղծությունները, ավելի ամբողջական դարձնելով գրական հանդիպումը։ Անկեղծ ասած, գիրք ունենալը դա իմ երազանքների մեջ չի ընդգրկվել, բայց այն ինչ որ տրվում է վերևից, անքննելի է, Աստծո գործերն անքննելի է։ Որևէ ստեղծագործություն չի գրվել առանց այդ տիեզերական հոսքը զգալու։ Այսպես ծնվում էր միտքը ու բառերն ինձնից առաջ ընկած շարվում էին ու ծնվում էր ստեղծագործությունը։ Այդպես է ստեղծվել լուր աղաղակ գիրքը։ Դե արդեն ասացի, ինչու լուր աղաղակ, որովհետև այն ինչ որ իմ ներսում կար լռում էր ու գրքի միջոցով աղաղակեց։